Կրեմլում Հայաստանի վարչապետին և հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին դիմավորել է Ռուսաստանի նախագահը։ Լռության րոպե ռազմական տեխնիկայի ցուցադրություն, ավելի քան 11,500 զինծառայողի մասնակցությամբ շքերթ։ Կարմիր հրապարակում զորահանդեսին Հայաստանի վարչապետը մասնակցել է 20-ից ավելի օտարերկրյա առաջնորդների հետ միասին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունների շրջանակում օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների պատվին ընթրիքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ։ Վարչապետը Մոսկվայում հանդիպել է նաև վետերաններ Խաչիկ Հովակիմյանին և Վոլոդիա Գսպոյանին։ Նրանք ժամանել են Երևանից և ներկա գտնվել Կարմիր հրապարակում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին։ Վարչապետը շնորհավորել է վետերաններին տոնական օրվա առիթով, զրուցել նրանց հետ և մաղթել քաջառողջություն։ Նարէ Ոսկանյան, լուրեր։